Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց եւ ասաց, որ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելը օրակարգային հարց է եւ իշխանությունը կնախաձեռնի այդ հարցը քննարկել։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, հաշվի առնելով, որ այս պահանջը Ադրբեջանից է եկել։ Ես կտրուկ դեմ եմ այդ առաջարկին եւ անգամ քննարկմանը եւ ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ դա Ադրբեջանի պահանջն է, ինչը բնական է, դա նաեւ Ռուսաստանի պահանջն է, ինչի չի ասվում։ Սա պարզապես շատ ծանր քաղաքական սխալ է, նույնքան ծանր, որքան եվրադիտորդների հեռացումը, որը նույնպես որպես առաջարկ քննարկվում է կամ արդեն որոշված է, մենք մտել ենք արդեն մի շրջան, երբ Փաշինյանի նոր նախաձեռնությունները տանում են երկիրը, ես կասեմ զգուշորեն, դնում են մեր հայրենիքը շատ ծանր իրավիճակի մեջ։ Ես հիմա չեմ խոսում այն որոշումների, այն սխալների մասին, որոնք նախորդել են այս ամենին 20 թվականի, 23 թվականի, դա առանձին մեծ խոսակցություն է, բայց հենց հիմա ընդունել նման որոշումներ նշանակում է ոչինչ չհասկանալ եւ ոչինչ չսովորել այն դառը փորձից, ինչ ունեցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարությունը եւ նրանց պատճառով մեր ողջ ժողովուրդը նախորդ 6-7 տարիների ընթացքում։ Եվրոպական կուսակցությունը կտրականապես եւ խստորեն դեմ է դրան եւ մենք հույս ունենք, որ մեզ որպես հասարակությանը կհաջողվի վիժեցնել այս վտանգավոր զարգացումները։ Դուք նշեցիք եվրոդիտորդների հարցը եւս փակված կարող ենք համարել, բայց Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք է հայտնել, ասում է, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ, դա ըստ էության ինչ է նշանակում նեղություն չտալ, հեռացնել Հայաստանից, հա, ճիշտ ենք հասկանում, կամ պակաս նեղություն տալն ինչ է նշանակում։ Ես ուզում եմ, որ պակաս նեղություն տալ նշանակում, որ հարցը գոնե իր համար դեռևս փակված չէ։ Ես սա համարում եմ պարզապես խայտառակ միամտություն, եթե դա միամտություն է, այլ ոչ թե չարամտություն, որովհետև մենք հենց այս օրերին տեսնում ենք միանգամայն զուգահեռ գործընթաց Ուկրաինայում, որտեղ նույնպես խաղաղ պայմանագիր է քննարկվում, որտեղ նույն դերակատարն է գլխավոր դերում Ռուսաստանը, եւ ինչ ենք մենք տեսնում այնտեղ։ Ուկրաինան ճիշտ հակառակ ուղղությամբ է շարժվում, նա ձգտում է, հրավիրում է, խրախուսում է, որպեսզի եվրոպական դիտորդները, ել չեմ ասում միջազգային, այլ բացի Եվրոպայի դիտորդներից եւ ոչ միայն դիտորդներից, խաղաղապահները, զինված ուժերը ներկա լինեն իր տարածքում, որովհետեւ միայն դա է իրական երաշխիք, այլ ոչ թե որևէ փաստաթուղթ։ Ուկրաինան նման փաստաթղթեր տեսել է 1997 թվականի, որտեղ նույն Ռուսաստանը, Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի հետ միասին երաշխավորել են դրա տարածքային ամբողջականությունը, խլելով Ուկրաինայից միջուկային զենք։ Ուկրաինան տեսել է 14 թվականի, 11 թվականի այլ պայմանագրեր, խաղաղ համաձայնագրեր, բայց միթե Հայաստանը նման բաներ չի տեսել։ Հայաստանը տեսել է շատ ավելի սարսափելի փաստաթղթեր եւ ավելի սարսափելի փորձ ուներ։ Եվ այն, որ մենք ոչ սեփական, ոչ ուրիշի փորձից չենք փորձում, մենք ասելով ես նկատի ունեմ իշխանությունները, ընտրված իշխանությունները չեն փորձում դասեր քաղել եւ մեղմ ասած միամտաբար պատրաստվում են վստահել ոչ թե իրական ուժին, որովհետև անգամ
անձեն եվրոդիտորդները ուժ են, քաղաքական գործոն են, եւ հենց այս ժամերին ինչի վրա է հենվում Պաշտպանության նախարարության եւ կառավարության Հայաստանի Հանրապետության հայտարարությունները առայն որ որևէ սադրանք, կրակոց հայկական կողմից չի եղել։ Իրանք կայակոչում են հենց եվրոպական դիտորդներին։ Եվ հիմա մենք այդ դիտորդներին պատրաստվում ենք հեռացնել լուրջ, այսինքն սա այնքան անհեթեթ է, որ մարդիկ գերադասում են դիտել սա որպես խաղ, բայց չէ, սա խաղ չէ, համենայն դեպս սա խաղ չէ թշնամու է, սա խաղ է սեփական ժողովրդի հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանի իդե ֆիքսը, այսինքն գերխնդիրը, ասեմ այսպես, դա այդ ստանալ այդ թուղթը։ Նիկոլ Փաշինյանը ստացել էր որոշ թղթեր եւ ավելի խայտառակ թուղթ կան նոյեմբերի 9-ի Ղազագիրը դժվար է պատկերացնել, բայց ահա արի ու տես, որ նա պատրաստ է եւս մի Ղազագրի հետ փոխանակել մեր իրական անվտանգությունը։ Եվ ես կարծում եմ, որ այս ամեն ինչից հետո, եթե ասենք 2023 թվականին իրավիճակը այնքան բարդ էր, խառն էր, ժողովուրդը այնքան անտեղյակ էր, եւ նրանք էլ այնքան անփորձ էին, եւ ուժերը այնքան անհավասար են, որ ինչ որ բաներ կարելի էր ընդունել, հասկանալ, թեև ներել շատ դժվար է։ Ապա հիմա, երբ որ ուժերը այդքան էլ անհավասար չեն, երբ որ Եվրոպան արդեն պատրաստ է ձեռք մեկնել եւ արդեն հողի վրա այստեղ է, երբ որ Միացյալ Նահանգները ամռանը զորք են այստեղ բերում ժամանակավոր իհարկե, երբ արդեն ստորագրավակ է տեղի ունեցել եւ մի քանի ժամ, ասենք 2 օր անց այդ ստորագրավակի ես նկատի ունեմ մեր նախաձեռնության օրենսդրությունը պետք է դառնա օրենք նախագիծը եւ այս պայմաններում լուծարել Մինսկի խումբը, սա նշանակում է լուծարել Արցախի հարցը։ Ոչ մեկ Նիկոլ Փաշինյանի նման իրավունք չի տվել եւ չի տա։ Հանել այստեղից եվրոդիտորդներին դա եւս մի հարված է մեր անվտանգությանը։ Նիկոլ Փաշինյանը կատարում է մեկ սխալ մյուսի հետևից եւ սա արդեն վտանգավոր է երկրի համար։ Նիկոլ Փաշինյանը սպառվել է, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը սնանկ է եւ կրկնում եմ, հիմա նա միայնակ է այդ խայտառակ սխալների պատասխանատու, որովհետև նրան ուղիղ ասում են, որ դա անթույլատրելի է։ Մենք հիմա գոնե դա քննարկում ենք բացի բաց։ Ես այստեղ մի միջանկյալ հարց տամ, հետո էլի կվերադառնանք հայ-ադրբեջանական թեմային։ Զախարովան է արձագանքել Միացյալ Նահանգների ամռան այստեղ զորավարժություն անելու պլաններին եւ նշել է, որ այստեղ ամերիկյան զենք բերելը թեկուզ ժամանակավոր ապակայունացնելու է տարածաշրջանում իրավիճակը եւ միտված չէ կայունությանը։ Դուք Զախարովայի մտահոգությունները ինչպես եք մեկնաբանում։ Ես կիսում եմ նրա մտահոգությունները, որովհետև պարզապես պետք է հասկանալ ինչ նկատի ունի Զախարովան եւ նրա ղեկավարությունը քաղաքական, ասելով կայունություն եւ ապակայունացում։ Կայունությունը Ռուսաստանի համար դա Հայաստանի գաղութացումն է եւ գաղութացած վիճակի մեջ պահելը։ Ապագաղութացումը նրանց համար ապակայունացում է։ Ցանկացած քայլ դեպի ապագաղութացում, որի մեջ մտնում է նաև Միացյալ Նահանգների հետ ռազմական վարժությունները, դա ապակայունացում է, որովհետև դա նշանակում է, որ ավելի քիչ Ռուսաստան, ավելի շատ արևմուտք է Հայաստանում եւ մենք տարիներ շարունակ որպես եվրոպական կուսակցություն, իսկ հիմա որպես Եվրոդաշինք բոլոր ջանքերն ենք գործադրում, որպեսզի Ռուսաստանը հնարավորին չափ քիչ լինի մեր երկրում, արևմուտքը հնարավորին չափ շատ։ Դա է Հայաստանի անվտանգության եւ պետականության պահպանման հիմա արդեն միակ գրավականը։ Եվ այսպեսի հարց է առաջանում, ինչու օրինակ Ռուսաստանից մտահոգություն չէր հնչում, երբ
Թուրքիան էր Ադրբեջանում զորք ու զենք տեղակայում, արդյոք դա հարավային Կովկասում իրավիճակը վատ թարացնող հանգամանք չէր, ինչու էին լռում։ Ոչ, իհարկե ոչ, մենք այդպես էլ չհասկացանք, որ դեռևս 2010-11 թվականին Ռուսաստանի ռազմավարական տեսլականը կտրուկ փոխվեց, կոնցեպցիան, եւ ես վկայակոչում եմ 2011 թվականի մարտի 16-ը, երբ նախագահ էր կամ ավելի ճիշտ տեղապահն էր Դմիտրի Մեդվեդևը եւ Էրդողանը այցելեց Կրեմլ եւ Ռուսաստանը ընդգծված խորհրդանշական առումով ընդգծված հրավիրեց Էրդողանին հենց մարտի 16-ին, դա ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի օրն էր եւ դա կներեք 90-ամյակի 100-ամյակի 21 թվականին էր, բայց իրենք արդեն 90-ամյակին պատրաստվում էին այդ փոփոխությանը եւ իրենք կիսվեցին ուրեմն իրենց ծրագրերով Թուրքիայի հետ եւ ստացան վերջնական համաձայնությունը կարելի է պարզապես գտնել այդ լուսանկարը, դա բավական տարածված է, թե ինչպես Մեդվեդևը Էրդողանին Կրեմլում նվիրում է լուսանկարներ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի, դա առաջին պայմանագիրն էր, որը կնքել էր սովետական Ռուսաստանը Թուրքիայի հետ, դեռ երկու երկիրն էլ միջազգային ճանաչում չէին ստացել, բայց հենց այդ պայմանագրով Արևմտյան Հայաստանը փոխանցվում էր Թուրքիային Ռուսաստանի կողմից, իսկ Նախիջևանը եւ Արցախը Ադրբեջանին։ Եվ ուղիղ 100 տարի անց, 90 տարի ավելի ճիշտ անց կներեք, ընդունվեց որոշում, որ այսուհետ Ռուսաստանը ընտրում է նոր ռազմավարական գործընկեր, ինչպես եւ Լենինը ժամանակին, Պուտինը գնաց այդ ճանապարհով եւ ընտրեց Թուրքիային, հետեւաբար նաեւ Ադրբեջանին։ Եվ մենք պարզապես ողջ աշխարհին եւ սեփական ժողովրդին ցույցադրեցինք մեր քաղաքական դասի, մեր ղեկավարության ապաշնորությունը, ապիկարությունը եւ անմեղսունակությունը, որովհետեւ ոչ 2010-11 թվականին, ոչ ավելի ուշ քաղաքական ղեկավարությունը բացարձակորեն չհասկացավ ինչ է կատարվում։ Մինչդեռ Ռուսաստանը սկսեց եւ ատոմակայանի կառուցումը Թուրքիայում, ինչը ռազմավարական քայլ է, երբ Արևմուտքը թույլ չէր տալիս Թուրքիային միջուկային տեխնոլոգիաներ, եւ սկսեց 2012 թվականից ի վեր ուղիղ եւ բաց զինել Ադրբեջանին, այսինքն Հայաստանի ճակատագիրը կանխորոշված էր այդ 10-11 թվականին, այսինքն արդեն 15 տարի, 14 տարի դրանից անցել է, իսկ 20-23 թվականին նրանց ծրագիրը իրականացվեց։ Չհասկանալ դա նշանակում է այսօր էլ չխոսել այն մասին, որ Ռուսաստանը փաստորեն Թուրքիա եւ Ադրբեջանի հետ, եւ առավել Ադրբեջանի քան Թուրքիա, Թուրքիան արդեն նաեւ ուրիշ խնդիրներ ունի եւ ծրագրեր, բայց Ռուսաստանը դեռևս Ադրբեջանի հետ իրականացնում է նույն հայատյաց ծրագիրը, բավական ավանդական, եւ այն, որ մեր կառավարությունը այդ մասին չի խոսում, վկայում է մեր կառավարության նույնքան ապիկար եւ անմեղսունակ լինելը, որքան էլ դա եղել էր 10 եւ 15 տարի առաջ։ Ներկաները նախկիններից նաեւ սրանով բոլորովին չեն տարբերվում։ Պարոն Խզմայլյան, դուք նոր ռազմական էսկալացիայի վտանգ տեսնում եք, թե ոչ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակակից աշխարհում էսկալացիաները, ասեմ այսպես, դուք չեք ասում պատերազմ բառը, դուք զգուշ եք արտահայտվում եւ ճիշտ եք, բայց եթե խոսենք ավելի պարզ, կլինի պատերազմ թե չէ, դա գլխավոր հարցն է հիմա։ Պատերազմը եւ 2020 թվականին եւ 2016 թվականին եւ 23 թվականին դա մեծ, եթե ոչ կոնսենսուսի, ապա մեծ համաձայնություն պահանջող գործողություն է, միջազգային համաձայնություն։ 20 թվականին այդ համաձայնությունը տվեց նախ եւ առաջ Ռուսաստանը, ավելին դա Ռուսաստանի պահանջն էր։ Համաձայնվեց Թուրքիան, լռում ու համաձայն էր Իսլամական աշխարհը, Արաբական լիգան, լռում էր եւ համաձայն էր նաեւ Չինաստանը։
Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը շատ հաջող աշխատեցին Չինաստանի հետ։ Եվ մեզ համար ողբերգություն էր այն, որ լռում էր, թեև չէր համաձայնվում, բայց չէր էլ առարկում նաև Թրամփի վարչակազմը 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, եւ ես լսել եմ Վաշինգտոնից ցայներ, որոնք երբ որ մենք ուղիղ հարցնում ենք, իսկ միթե դուք չեք հասկանում ինչ է լինում, մեզ ասացին, ինձ կոնը ասվել էր, ես ունեմ որոշ կոնտակտներ, օրինակ այսօր հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների բարձրաստիճան ռազմական ներկայացուցիչների հետ, գեներալների կոչումով 3 հոգու հետ։ Եվ գլուխ չեմ գովում, ուղղակի ասում եմ որտեղից են աղբյուրները։ Եվ ոչ թե այսօր, այլ շատ վաղուց, դեռևս 3 տարի առաջ ինձ նման շրջանակներից հիշեցրել են, որ 2018 թվականին Միացյալ Նահանգները առաջարկել էին Հայաստանին ռազմական օգնություն եւ ակնարկել են, որ մենք կանգնացենք պատերազմի շեմին։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժեց օգնությունը, ամենայն դեպս գերադասեց մնալ ռուսական ծիրի մեջ, 20 թվականին Միացյալ Նահանգներից լսվեց պատասխանը, իսկ ինչ եք դուք սպասում, մենք ձեզ առաջարկեցինք, մենք ձեզ զգուշացրեցինք, դուք ասեցիք ոչ։ Հիմա Պարոն Խզմարյան, ներողություն, այդ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ձեզ ասում էին Հայաստանին առաջարկել են զենք տալ եւ Հայաստանը մերժել են, կարող է ձեզ ամբողջական տեղեկությունը չեն փոխանցել, կարող է ձեզ նաեւ պետք է ասեին, որ մենք առաջարկում էինք Հայաստանում զենք տեղակայել Իրանի դեմ մեր հարցերը լուծելու համար, դրա համար էլ Հայաստանը չի համաձայնվել։ Ես չեմ բացառում, որտեղ բնականաբար ինձ գաղտնիքներ չէին ասում։ Ինձ ուղղակի ուղիղ պատասխանեցին իմ հարցի։ Ինչու դուք չմիջամտեցիք։ Ես հիշեցնեմ, որ հոկտեմբերին միայն Ֆրանսիան էր ձգտում, փորձում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ կանչել եւ կանգնեցնել պատերազմը, դա հոկտեմբերին էր արդեն կանչվելու, բայց հենց այնտեղ է, որ Միացյալ Նահանգները չհաջակցեցին, թեև չխանգարեցին Ֆրանսիան, բայց երբ որ մենք ասում ենք Ամերիկան մեզ զենք էր տալիս, բայց մենք չուզեցինք, մենք նաև պետք է մյուս շրջանառվող տեղեկությունները դիտարկենք համատեքստում, թե ինչու չուզեցինք։ Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, ոչ երբեք Միացյալ Նահանգները երբեք չէին դիտարկում Հայաստանը Իրանի դեմ որևէ ագրեսիվ գործողության համար։ Երբեք տենց բան չկար եւ հիշեցնեմ, որ անգամ ամենակոշտ պատժամիջոցների ժամանակաշրջանում Իրանի դեմ Միացյալ Նահանգները միայն մեկ երկրին էին թույլ տալիս շարունակել տնտեսական առևտրային վառելիքի հատկապես շրջանառությունը, առևտուրը Իրանի հետ, եւ դա Հայաստանն էր։ Ավելին, Իրանը Հայաստանի ու այդ ժամանակ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Արցախի տարածքում 10 տարուց ավել կառուցում էր օրնիբուն հսկայական ջրամբար եւ Միացյալ Նահանգները շատ լավ դա գիտեն։ Իրանյան տեխնիկան մտնում էր հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք, Միացյալ Նահանգները այդ ամենը գիտեն։ Երբեք որևէ արգելք, պատիժ, պատժամիջոց Հայաստանին ուղղված չէր։ Այդպես որ ձեր ենթադրությունը ես չեմ իրավունք ունեմ պարզապես բացառելու, բայց իմ խորին համոզմամբ նման բան տեղի չէր ունենում։ Դա այսօրվա փորձ է արդարացնել այդ մեծագույն սխալը։ Ոչ, Իրանի դեմ Հայաստանը երբեք չի գործի եւ բոլոր իշխանությունները դա ընդգծում են։ Միացյալ Նահանգներում երբեք նման պատրանք չկար։ Ադրբեջանը փորձում էր եւ Իսրայելի եւ Ամերիկային առաջարկում էր իր ծառայությունները Իրանի դեմ։ Հայաստանը երբեք նման գործողություն չէր իրականացնում եւ իմջալուց ես այդ մասին գիտեմ նաեւ Իրանի դիվանագետների շուրթերից, որտեղ մենք դա իրաց հետ ենք քննարկել։
Պարոն Խզմայլյան, ադրբեջանական կողմի տարածած 10-ից ավելի հայտարարություններ ինչի մասին են խոսում, ընդ որում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից մեկ օր անց առ այսօր շարունակում է Ադրբեջանը կեղծ տեղեկություններ տարածել, որ Հայաստանը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Առաջինը դա նշանակում է, որ Ադրբեջանը իրականում ոչ մի համաձայնագրի չի եկել։ Դա դատարկ հայտարարություններ են, դա ավելի շատ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ է Հայաստանի կողմից։ Ադրբեջանը իսկապես չի ցանկանում դա անել առայժմ, եւ եթե չլինի շատ մեծ ճնշում Միացյալ Նահանգներից հիմնականում, ուրիշ ճնշմանը Ադրբեջանը երևի կդիմանա, ապա Ադրբեջանը փորձի չստորագրել որևէ բան, որպեսզի չկաշկանդել իր գործողությունները, քանի որ ես չավարտեցի նախորդ ձեր հարցի պատասխանը եւ թույլ կտամ ինձ հիմա անդրադառնալ դրան։ Կլինի պատերազմ թե չէ, մենք շեղվեցինք եւ ամենակարևորը չասեցինք։ Իմ տպավորությամբ եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, Հայաստանը պատերազմի վտանգի առջև կկանգնի այն դեպքում, եթե կտրուկ սրվեն Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները, ոչ միայն այն բանավոր բախումների մակարդակի, ինչը հիմա տեղ է ունենում, այլ իրականում, եւ եթե համընկնեն մի քանի գործոններ, օրինակ Նեթանյահուն, որը բավական մեծ խնդիրներ ունի Իսրայելի ներսում, փորձի Ղազայից բացի եւս մի ռազմաճակատ բացի, Սիրիայից բացի եւ հանդգնի ուղիղ բախման գնալ Իսրայելի դեմ եւ այդ դեպքում Միացյալ Նահանգները իհարկե կաջակցեն Իսրայելին եւ բոլոր կասկածները այստեղ վերանալու են, ապա այդ դեպքում Ադրբեջանը ակնհայտորեն փորձելու է օգտվել առիթից եւ ճեղքել հայկական սահմանը Սյունիքի տարածքում, դա օպերացիա, որ իրենք վաղուց են պատրաստել եւ այդ դեպքում էսկալացիան անխուսափելի է։ Այդպես որ կարծում եմ, որ գլխավոր չափանիշ, ավելի ճիշտ ցուցիչը, դա Իրանի իրավիճակն է։ Իրանի դեմ պատերազմի դեպքում պատերազմ Հայաստանի դեմ նույնպես լինելու է շատ իրական իմ կարծիքով։ Հակառակ դեպքում ոչ, Ադրբեջանը կարծում եմ չի հանդգնի նման բան անելու, որովհետև ի վերջո մենք կարող ենք բավական լուրջ հակահարված տալ, թեև ես հիմա չեմ կարող մեր քաղաքական ղեկավարության վրա վստահ լինել, ինչպես ասում են, իրենց գործողությունները ինձ համար անհասկանալի են, բայց ռազմավարական եւ ռազմական առումով իհարկե Հայաստանը կարող է պաշտպանել Սյունիքը եւ եթե պետք է մենք կրկին կգնանք որպես կամավորներ եւ կռվելու ենք։ Ինձ համար այստեղ որևէ հարց չկա։ Տեսեք, Ադրբեջանը կրկին շարունակում է այս կրակոցների մասին հայտարարությունները տարածել, նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցի զանգից հետո Ալիևի օգնականին նա զանգել էր Բաքու եւ առաջարկում էր փակել կոնֆլիկտի էջը, գերիներին ազատել, համաձայնագրի գործարկը վերջնականացնել, նաեւ պետք քարտուղարներ կոչարել, որ ստորագրել եւ վավերացնել պայմանագիրը, ինչու չկարողացան ամերիկացիները զսպել Ալիևին։ Որովհետեւ ամերիկացիները չկարողացան զսպել Պուտինին։ Կրկնում եմ եւս մեկ անգամ, հայ-ադրբեջանական եւ ուկրաինա-ռուսական հակամարտությունները միանգամայն զուգահեռ են, հայելանման, բայց ոչ թե հակառակողությամբ։ Եվ այստեղ պետք է տեսնել ուղիղ համեմատական անելով այդ ամենը։ Միացյալ Նահանգներում միգուցե դրան վրա մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց դա այդպես է ակնհայտորեն։ Եվ Ալիևի արձագանքը
գալիս է Պուտինի արձագանքից։ Եթե Թրամփին հաջողվեր հասնել զինադադարի, որը փաստորեն տեղի չունեցավ, ոչ մեկը, ոչ Ղազայում, երեք փաստորեն Իսրայելը վերսկսեց պատերազմ եւ այնտեղ համարյա 400 զոհ կա մեկ օրում։ Զինադադարը այդպեսին չի լինում։ Չհաջողվեց զինադադարի հասնել Ուկրաինայում։ Ռուսները խոշորագույն հարված հասցրեցին Օդեսայի վրա ժամեր առաջ։ Ուկրաինացիները պատասխանում են հեռահար հարվածներով նավթային տերմինալների զինադադարից առաջ գրվել են Մոսկվայի մարզը եւ Մոսկվայի արվարձանները, այդպես որ Թրամփի այդ խաղաղության առաքելությունը, ասենք զգուշորեն դեռևս չի ստացվում։ Եվ մեծ կասկածներ կա, որ կստացվի։ Ահա ինչու Ալիևը հասկանում է, որ ինքն այստեղ կաշկանդված չէ ուրիշ օրինակներով, որտեղ եթե Թրամփին հաջողվեր մեծ զինադադար, նա չէր հանդուրժի որևէ փոքր խախտում, քանի որ նրան մեծը չի հաջողվում, նա չի խոսում փոքրի մասին, դեռ փոքրի անդրադառնալով ընդգծվում է անհաջողությունը մեծի նկատմամբ։ Ահա որտեղ է իմ տպավորությամբ Ալիևի այս լկտիության աղբյուրը հիմա։ Ինքը նայում է եւ տեսնում է, որ իր ավագ գործընկեր Պուտինը իրեն սահմանափակված ու կաշկանդված չի զգում։ Նույնը անում է Ալիևը։ Ալիևը չի սկսել դեռևս հարվածներ, բայց նա անընդհատ պատրաստ է պահում այդ հնարավորությունը։ Եվ մենք իմիջիալից պետք է գործենք Ուկրաինայի պես, պատրաստվել դիմադրությանը, այլ ոչ թե երթվել եւ կուրծքծեցել մեր խաղաղության մասին, որը ես ինձ թույլ եմ տալիս անվանել խաղաղամոլություն։ Պարոն Խզմալյան, մենք նաև ունենք մի իրավիճակ, երբ հայկական դիրքերի ուղղությամբ է կրակել, նման տեղեկություններ կան, սոտկի բնակիչներն ասում են, այո, մենք գիշերն էլ, առավոտն էլ լսել ենք կրակոցները, բայց մենք ունենք Հայաստանի պաշտպանական գերատեսչության լռությունը, նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասում է, մենք կարևոր կրակոցների մասին հաղորդագրություն ենք տարածում։ Ըստ էության չի հերկվում, որ կրակել են, պարզապես այս կրակոցները նախարարի նշած կարևորը չեն, որ հաղորդագրություն տարածից, դες ինչու է լռում պաշտպանության նախարարությունը եւ ընդհանրապես ինչու Հայաստանը չի հաստատում ադրբեջանցիների կրակոցների մասին տեղեկությունը։ Պաշտպանության նախարարությունը ենթարկվում է վարչապետի հրամանին, որևէ խոսքով կամ գործողությամբ սադրանքի, ինչպես ասում են դիվանագետները, չի ենթարկվել, իրականում դա նույնն է, ինչ, ասենք, Սովետական միության վրա Գերմանիայի հարձակումը ժամը 4-ին չի սկսվել, դրանից առաջ արդեն օրեր առաջ երևում էին պատրաստությունները, կրակոցներ կային առանձին եւ այլն, բայց Ստալինը խստորեն արգելում էր անգամ տեղեկություններ հայտնել այդ մասին, որպեսզի դա չօգտագործվի որպես կազուս բելլի պատերազմի առիթ։ Ես հասկանում եմ, որ հոգեբանորեն Նիկոլ Փաշինյանը ամենից շատ ուզում է խուսափել պատերազմից եւ դա բնական է։ Պարզապես կարևոր է, որ դա չխանգարի նրան իրականությունը տեսնել։ Ես կարծում եմ, գիտեմ, որ պաշտպանության նախարարությունը այս ընթացքում որոշ դասեր քաղել է, որոշ պատրաստություններ արվում են, իհարկե դրանք շատ հեռու են ավարտելուց։ Մենք մինչև հիմա հրամկազմ չունենք լիարժեք վերապատրաստված Ամերիկայում եւ Ֆրանսիայում, այդ ամենը չկա։ Մենք ունենք զինվորներ, բանակ մեծ հաշվով իր հրամկազմով մենք դեռևս ոչ թե չունենք, դա նույն բանակն է։ Դա դեռ հետսովետական բանակ է, որը անարդյունավետ է։ Մենք դեռ 5 տարի անց, պատերազմից 4 տարի անց որևէ լուրջ բան բանակի որակով, ես նկատի չունեմ զենքը, ես նկատի չունեմ շատ ու շատ բաներ, ես նկատի ունեմ տեսլականը, ես նկատի ունեմ ոճը, որով պետք է զարգանա բանակը։ Մենք արևմտյան ՆԱՏՕ-ի ոճի
ձևի եւ այդ փիլիսոփայության բանակ դեռևս չունենք։ Ադրբեջանցիները Թուրքիայից ուղիղ ստացել են մի քանի պատրաստի կորպուսներ, որոնք մարզվում էին, պատրաստվում են այդ ոճով։ Թուրքիան եւ Ռուսաստանը համագործակցում են այս առումով եւ թեև մեր բանակը շատ ավելի հզոր է, քան ադրբեջանականը, բայց բանակը դա միայն զինվորների քաջությունը եւ հայրենասիրությունը չէ։ Դա մի շարք այլ բաներ են եւ ոչ միայն տեխնիկական։ Դա նաեւ քաղաքականություն է, որը իմ կարծիքով կտրուկ սխալ է, որովհետեւ մեր պաշտպանվածությունը վաղուց պետք է լիներ բոլորովին այլ ուղղությամբ։ Դա պետք է լիներ ոչ թե տարածաշրջանային բալանսում, ինչպես սիրում է ասել Փաշինյանը, սահմանադրությունն է իր մոտ տարածաշրջանային քաղաքականությունը, անվտանգությունը կարող է Հայաստանին հասու դառնալ միայն Եվրամիության պատասխանության գոտու մեջ մտնելուց հետո։ Դրա համար պետք էր հայտ ուղարկել 8 տարի առաջ, 6 տարի առաջ, 4 տարի առաջ, 4 ամիս առաջ, 4 ամիսը ինչ մենք բերել ենք եւ նրա սեղանին դրել ենք ստորագրահավաքի արդյունքները։ Ոչ մի բան չէր խանգարում նրան եւ այսօր էլ չի խանգարում 4 տող գրել եւ հայտով դիմել Եվրամիությանը այդ խնդրանքով, որպեսզի սկսվի գործընթացը եվրոինտեգրման։ Այն ինչ մենք ենք անում, դա օրենսդրական նախագիծ է։ Գործադիրը առանց մեզ շատ վաղուց կարող էր եւ պարտավոր էր դա անել։ Եվ այն հանգամանքը, որ դա մինչեւ հիմա չի արվել, այդ դա է ամենամեծ վտանգը Հայաստանի համար։ Պարոն Խզմայլյան, դուք ինչու օրինակ հատուկ շեշտեցիք, որ ամերիկյան զենք է բերվելու Հայաստան, թեկուզ ժամանակավոր, հարցս ինչու եմ տալիս, դա ինչ է փոխելու իրավիճակի առումով։ Գիտեք, որոշ բաները խորհրդանշական են։ Զենքը կարող է բերվել եւ հետ չտարվել, կարող է եւ հետ տարվել, այսինքն առայժմ վճարված են եւ հետ տանելու կանխավճար ասում ենք կա այն անկերությունների, որոնք պետք է բերեն եւ հետ տանեն։ Զենքը ինքը իմաստ չունի, եթե այդ զենքը չի մտնում ավելի լայն տեսլականի մեջ, ով է կիրառելու զենքը, ինչպիսի համաձայնություններ կան այդ զենքի կիրառման առումով, բոլորս հիշում ենք, չէ, չարաբաստիկ կործանիչները ռուսական, որ գնվել էին առանց հրթիռների, կամ այն իսկանդերները, որոնք անջատված վիճակում էին վաճառվել, կամ այն հազարավոր անորակ արկերը, ամերիկյան զենքը այս առումով, ինչպես ասում էր Ջոն Բոլթոնը, եւ ավելի հզոր է, եւ բացի դա Միացյալ Նահանգները զենք տալով, իրանք շատ քիչ երկրներին են զենք տալիս, դա խորհրդանշական ժեստ է, դա խորհրդանիշ է, որ Հայաստանը կարող է մտնել նրանց պատասխանության գոտու մեջ։ Տրամպի օրոք նման նվեր ստանալը, դա շատ մեծ նվեր է, տեսնենք կարող է, գիտեք, շատ կարևոր է ճիշտ օգտվել այն նվերներից, որ մեզ երբեմն տալիս են։ Մենք պետք է հասկանանք ինչ է մեզ տրվում, եւ կրկնում եմ, սա այդ Բրեդլիները, հնաոճ BTR-ները չեն, որ կարևոր են, այլ հենց այն, որ Միացյալ Նահանգները ամենազգայուն անվտանգային ռազմական ոլորտում մի քայլ են արել Հայաստանի ուղղությամբ եւ ինչպես հիշում ենք, այսպես է գործում Տրամպի ոչ այսպեսին է, նա փորձում է առաջարկ է անում, դա բիզնես է։ Եթե դուք հասկանում եք ինչ են ձեզ առաջարկել եւ դուք, ինչպես նա սիրում է ասել, գործարքը կնքում եք, հասկանում եք, որ ձեզ գործարք են առաջարկել, դուք ստանում եք երկրորդ առաջարկը։ Եթե չեք հասկանում, երկրորդ անգամ ոչ ոք չի գա։ Նա այդպես գործեց Զելենսկուի հետ, նա այդպես է գործում Եվրոպայի հետ։ Այնինչ կատարվում է Միացյալ Նահանգներում, դա հսկայական հեղափոխություն է քաղաքական, դա նման է սովետական պերեստրոյկային։
Ինչին բերեց պերեստրոյկան բոլորս գիտենք, ինչին կբերի Թրամփի պերեստրոյկան, մենք դեռ չգիտենք, բայց այն որ առաջիկայում մենք պետք է սովորենք այս լեզուն, այս ոճը, այս քաղաքականությունը, հարմարվենք դրան, դա ակնհայտ է եւ ցավը այն է, որ Հայաստանի իշխանությունները հանրապետական վարչակազմի հետ դեռևս չեն ստեղծել այդ լրջությամբ եւ խորությամբ հարաբերություններ, որոնք վաղուց մեզ պետք են։ Եվ հիմա դա շտապ պետք է անել։ Ես նույնպես կարծում եմ, որ մենք որպես ժողովրդավարական ընդդիմություն պետք է ոչ թե պետության օգնել, ոչ թե կառավարության, այլ պետության օգնենք դա։ Եվ հիմա հենց դրանով էլ զբաղված ենք։ Հանրապետական վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու ծանր եւ խիստ անհրաժեշտ գործ։ Եվ վերադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին Նիկոլ Փաշինյանը նշում է, որ կան հարցեր, որոնց եթե Ադրբեջանը առաջ քաշի, ապա դա չի նշանակում, որ բոլոր հարցերը պաշտոնական Երևանի համար քննարկելի են։ Դուք ինչ եք կարծում, կա այս իշխանության մոտ այդքան քաղաքական կամք, որպեսզի կարողանա ընդվզել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման պահանջին, ադրբեջանցիների այսպես կոչված վերաբնակեցման ծրագրին, սահմանադրության փոփոխությանը Ալիևից պահանջով, թե ոչ։ Ես չեմ ուզում պատասխանել ձեր հարցին, պարոն Կիրակոսյան, նախ որովհետև չգիտեմ եւ ոչ ոք չգիտի։ Իրենք էլ չգիտեն։ Երկրորդը, որովհետև ասել եմ եւ ինձ համար որոշումը կայացրել եմ։ Մեր կուսակցությունը եւ կարծում եմ մեր դաշինքը կամ ցանկացած այն ուժը, որը կփոխարինի այս իշխանություններին, երբեք չի համաձայնվի այն զիջումներին եւ չի պահպանի այդ զիջումների պայմանները, որոնց հիմա կամ գնում է կամ գոնե քննարկում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Մենք երբեք չենք ընդունում եւ չենք ընդունի դատական հայցերի հետ կապչումը։ Մենք երբեք չենք ընդունի Մինսկի խմբի լուծարումը, անգամ եթե լուծարվի, մենք կփորձենք վերականգնել, իհարկե դա արդեն չի լինի Մինսկի խումբ, բայց ձևաչափը ինչի մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ Փաշինյանը պաստորեն այդ քայլով լուծարում է ոչ թե խումբը, որը նա չի ստեղծել, այլ Արցախի հարցը։ Մենք երբեք չենք համաձայնվի Արցախի հարցի լուծարմանը։ Երբեք։ Եվ կրկնում եմ, վստահ եմ, ցանկացած հաջորդ կառավարությունը չի հանդուրժի դա, որովհետև դա չի հանդուրժի հայ ժողովուրդը, ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, ողջ հայ ժողովուրդը։ Իմիջիալոց ես երբեք չեմ հասկանա եւ չեմ ընդունի Նիկոլ Փաշինյանի հաճախ կրկնվող այն թեզը, որ գիտեք, մենք այս չափի երկիր ենք, այս սահմաններով եւ միայն այս քաղաքացիները իրավունք ունեն։ Դա հասկանալի թեզ է, բայց մենք մի փոքր յուրահատուկ պատմություն ունեցող ազգ ենք եւ հրաժարվել մեր պատմությունից մենք չենք կարող, որովհետեւ դա սովորական պատմություն չէ, դա ցեղասպանությունների միջոցով ստեղծված սահման է, պատրիացիդի եւ գենոցիդի, ընդ որում վերջինը կամ առաջինը պատրիացիդը 23 թվականին է, մեր աչքի առաջ է տեղի ունեցել եւ ինչպես կարելի է մի դեպքում համաձայնվել Ստալինի գծած սահմաններին, որը Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս ոսկե թղթիկով, մյուս կողմից նույն Ստալինի սարքած եւ նախատեսված ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Արցախը համաձայնվել լուծարել։ Այսինքն, եթե դուք Ստալինի քարտեզն եք հարգում, հարգեք մինչև վերջ։ Տարօրինակ է, որ դա ոչ ոք չի նկատում։ Այդպես որ ուզում եմ ասել, որ ձեր հարցի պատասխանը ինձ այդքան էլ չի ուզում, որովհետև քաղաքական առումով մենք փոխել ենք այս մոտեցումը, ես ավելի կամ վստահ եմ։ Դուք անընդհատ ասում եք մեր դաշինքը դեմ է սրան, մեր դաշինքը չի համաձայնվի այդ բան հետ, բայց հասարակության մեջ ընկալում կա, որ դուք նեղը եկած տեղը ՔՊ-ին աջակցելու եք եւ դրա
հավանական սցենարներից մեկն օրինակ Գյումրիում օգնել ԿՊ-ին քաղաքապետի պաշտոնը ձեռք գցել։ Դա թյուր կարծիք է, եւ մենք փորձելու ենք այդ թյուր կարծիքը ոչ թե վերացնել, այլ ապացուցել դրա սխալը։ Մենք չենք պատրաստվում ԿՊ-ին, ինչպես ասացիք, դրանց հետ դաշին կազմել, ոչ մի դեպքում։ Իմիջիալոց սա նաև չարամտորեն է տարածվում, որովհետև ոչ մի հայտարարություն մեր դաշինքից եւ մեր տեխնացուից Լևոն Բարսեղյանից նման զարգացումների ոչ մի նշույլ, ոչ մի ակնարկ չի արել։ Լևոն Բարսեղյանը ընդգծված կերպով հակադրվում է նախ եւ առաջ հենց ԿՊ-ի տեխնացուին։ Միգուցե դա համոզիչ չէ ոմանց համար, բայց եկեք գործերին նայենք, այլ ոչ թե խոսքերին։ Ինչ վերաբերվում է այն փաստարկին, որ ահա տեսեք ձեր դաշինքից մեկը Արամ Սարգսյանը 23 թվականին կազմեց դաշինք, Արամ Սարգսյանը շատ համոզիչ կերպով բացատրել է դրա պատճառը, ես հիշեցնեմ ընդամենը շատ վեկերջ, որ Արամ Սարգսյանը տեսել է, որ քաղաքը անցնում է ռուսական կուսակցությունների ձեռքը եւ նա ասել է, որ հասկանալով ինչ վնաս է բերելու այդ դաշինքը իր համբավին եւ նա հանդես բերեց քաղաքական պատասխանատվություն եւ այնուամենայնիվ հիշենք, որ այդ պահին, երբ սկսվեց փաստորեն հայաթափումը, դա նույն գիշեր էր, սեպտեմբերի 19-ին չմոռանանք, որ Արցախի հայաթափումը սկսվեց հենց այն պահին, այն ժամերին, երբ Մոսկվայում հայտարարեցին եւ որոշեցին, որ Երևանը անցնում է իրենց ձեռքը, ռուսական կուսակցությունների ձեռքը։ Չենք մոռացել, չէ՞ դա։ Կարծում եմ պետք է հիշեցնել դա ժամանակ առ ժամանակ, այդպիսին էր իրավիճակը։ Ես հիմա Արամ Սարգսյանի փաստաբանի դերը չեմ վերցնում, նա իմ կարիքը չունի այս առումով, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ էլ էր հասկանում, հիմա էլ շատ լավ հասկանում, ինչի հետ մենք գործ ունենք, եւ մենք եկել ենք ոչ թե ԿՊ-ի հետ դաշինք կազմելու։ Մենք այդ դաշինքը կարող ենք, մենք չէ, ուրիշները կազմեն շատ վաղուց։ Հատկապես հիմա որևէ իմաստ մենք դրանում չենք տեսնում, ավելին, մենք պարտքն ենք մեր տեսնում իրականացնել իշխանափոխություն սահմանադրական օրինական ձևով առաջիկա ընտրություններում։ Եվ մենք առաջարկում ենք մեզ որպես երրորդ ուժ, որը ոչ նախկին է, ոչ ներկա։ Հա, բայց այս դեպքում էլ դուք կասեք կամ պետք է փրկել Գյումրին նախկիններից քոչարյանական, Սերժ Սարգսյանական ուժերի ձեռքը անցնելուց եւ դրա համար ստիպված մեր հեղինակության հաշվին, մեր վարկանիշի հաշվին, ժողովրդի աչքից ընկնելու հաշվին գնում ենք այս տարբերակով կոալիցիա ենք կազմում։ Դա ձեր ենթադրությունն է։ Ես տենց բան չեմ ասել։ Սպասենք մնաց 7-8 օր։ Կտեսնենք ինչ ենք ասելու մենք։ Ոչ մի բան չի կարելի բացառել, բայց ուզում եմ ասել, որ մեր մեջ շատ հստակ որոշում է ընդունված։ Մենք չենք պատրաստվում նման ապիկություններ անել։ Թող ժողովուրդը սպասի մեկ շաբաթ եւ ստուգի։ Պարզապես մենք չենք ընտրողները։ Ընտրողները ժողովուրդն են եւ նրանք են որոշելու ով է ում է անցնելու Գյումրին։ Գյումրին ունի եզակի հնարավորություն դառնալ Հայաստանի առաջին եվրոպական քաղաքը։ Մենք դա իրեն առաջարկում ենք։ Այս Եվրամիության մաս եք դառնալու Գյումրին։ Գիտեք ինչ, դուք գիտեք, որ որոշ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում, դուք գյումրեցի չեք կներեք Նարինջ։ Գյումրի հետ շատ մեծ կապեր ունեմ, բայց ծնունդով Գյումրիից չեմ։ Մի խոսքով, դուք գիտեք, որ Գյումրիում կան համարյա արևմտյան քաղաքի որակի, ասենք, սրճարաններ, փողոցներ, թանգարաններ, չէ, որտեղ շատ բարձր քաղաքակիրթ մանկարդակի բաներ, բայց դրանք հատվածային են։
նույնը Երևանում, Երևանի արվարձանները եւ կենտրոնը կարծես տարբեր քաղաքներ լինեն։ Այդպես որ զարգացումը, առաջընթացը, պրոգրեսը գալիս է կետերով։ Ուղղակի մենք իրավունք չունենք առանձնացնել, մենք շատ արագ դա պետք է անենք։ Այո, Գյումրին ունի հնարավորություն, մենք բոլոր հնարավորությունները մեր կօգտագործենք ցույց տալու համար, ինչպիսին պետք է լինի քաղաքը, ոչ Երևանի պես խայտառակ խեղդվող ու խեղդող, այլ եվրոպական իր դեմքը հայկական պահպանող, բայց եվրոպական մակրությամբ, եվրոպական զարգացմամբ քաղաք եւ եթե մեզ հաջողվի քաղաքապետ ընտրել մեր ձեր Լևոնին, ապա մենք նաեւ մեր միջազգային կապերը կօգտագործենք դարձնելու Գյումրին Հայաստանի լավագույն քաղաք։ Պարոն Խզմայլյան, դուք ինչ եք առաջարկում 102-րդ ռազմաբազայի հետ կապված, թե սա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունն է, փողոցի, ասֆալտի, ծառի, թփի, աղբամանի եւ նման հարցի չեք անդրադառնում։ Տեղական ինքնակառավարմանը անընդհատ անդրադառնում է մեր թեկնածուն։ Մենք չենք միջամտում, մենք աջակցում ենք նրան։ Չէ, ես նկատի ունեմ Դաշինքի նախընտրական ծրագրում 102-րդ ռազմաբազայի հետ կապված կա ինչ-որ բան, թե ոչ։ Դաշինքի եւ մեր թեկնածուի ծրագրերը տարբեր են։ 102-րդ բազան դա միջազգային պայմանագիր է, որը չի մտնում քաղաքի լիազորությունների մեջ։ Քաղաքի լիազորությունների մեջ մեր թեկնածուն ընդգծում է, որ գոնե այն հողի օտարումը, որը յոկուտ բազայի կատարվեց, գոնե քաղաքին ինչ որ հատուցում է պետք դրա դիմաց տալ, եւ դա քաղաքը կարող է եւ կապահովի, քանի դեռ բազան այնտեղ է։ Իսկ Դաշինքի եւ հատկապես Հայաստանի եվրոպական կուսակցության մոտեցումը, ես իրավունք չունեմ խոսել մեր երկու այլ դաշնակից կուսակցությունների անունից, միանշանակ այստեղ ռուսական բազա չի կարող լինել։ Դա մեծագույն սպառնալիք է Հայաստանի տարածքում, դա տրոյական ձիերի ախոռ է։ Դա մի ձի չի, դա մի ամբողջ ախոռ է տրոյական ձիերի։ Դա տասնյակ հայեր են, որոնք սպանված են եղել այս տարիների ընթացքում, դա մշտական վտանգ է մեր անկախության համար, դա խոչընդոտ է մեր զարգացման եւ միջազգային կապերի համար, դա վտանգ է նաեւ բաց ճանապարհների համար, որ մենք պետք է ունենանք եւ Վրաստանի եւ Թուրքիայի հետ իհարկե։ Այնպես որ 102-րդ բազան չպետք է լինի այնտեղ, ժամանակին որբանոց էր ամերիկյան, որբանոց հիմա մեզ պետք չէ, բայց ֆրանսիական կամ Միացյալ Նահանգների ռազմաբազա մենք սիրով կառաջարկենք մեր իրական դաշնակիցներին։ Եվ վերջում պարոն Խզմայլյան, բացվեց հայ-թուրքական սահմանի մարգարե անցակետը 10 օրով Սիրիա հումանիտար բեռներ են ուղարկվելու, սա ինչ-որ դրական տեղաշարժ կարելի է համարել, թե զուտ հատուկ նպատակի համար բացվել է եւ փակվելու է այլ ակնկալիքներ չունենալ։ Հայ-թուրքական սահմանը աշխարհի ամենահին փակ սահմանն է։ Դարից ավել է փակ, եթե ցարական ժամանակները հաշվենք, ճիշտ է, սահմանը այնտեղ չէր անցնում կարծով, բայց այնուամենայնիվ դա փակ սահման էր իհարկե եւ հիմա այդպիսի փակ սահման չկա, անգամ Հյուսիսային եւ Հարավային Կորեայի միջև սահմանները այդքան հին չեն, որքան հայ-թուրքական փակ սահմանը, այդպես որ սահմանը իհարկե հիմա պետք է բացվի եւ բացվել է մի քանի ամսով 1992 թվականին մինչև 93 թիվը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների ճնշման տակ Թուրքիան բացել էր, որպեսզի շրջապատված Ռուսաստանի կողմից իջալած շրջապատված Հայաստան հասներ պարեն եւ վառելիք Թուրքիայի տարածքով ամերիկյան ծորենը վառելիքը հասնում էր Հայաստան։ Հետո Աղդամի ազատագրման կարծեմ օրերին եւ այդ պատճառով այդ առիթով սահմանը կրկին փակվեց։ Ինչևէ 10 օրվա բացումը իհարկե պատահական չէ։ Ես կարծում եմ, որ դա
փորձարկում է։ Եվրամիությունը մեծ ջանքեր է դրել, որպեսզի սահմանը բաց լինի։ Միացյալ Նահանգները հիմա մի փոքր սառել են, որովհետև այլ բաներով են զբաղված, բայց ռազմավարական առումով այո, դա էլ է մտնում նրանց նախագծի մեջ։ Թուրքիան հիմա զբաղված է ներքին շատ մեծ ճգնաժամով, այնտեղ ընդդիմությունը փոթորկված է, Իմամ Օղլուի ընդդիմության ղեկավարի ձերբակալման պատճառով քրդական բնակչությունը այլընտրանքի փնտրում Օջալանից հետո եւ կարծում եմ Միացյալ Նահանգները այնտեղ մեծ դերակատարություն են, այդպես որ սահմանը կբացվի իհարկե եւ սա լավ նշան է, դա չի նշանակում որ մենք բացվում ենք Թուրքիա առաջ, այլ շատ Թուրքիան է բացվում եւ մեզ դա ավելի շատ օգուտներ կբերի, եթե մենք ճիշտ գնահատենք ռիսկերը եւ վերահսկենք իրավիճակը, դա հնարավոր է միանգամայն։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան, լավ օրձես։